Մենք ենք մեր ֆուտբոլը հաղորդաշարում, շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել մանկապատանեկան ֆուտբոլը եւ այսօր իմ հյուրերը Հայաստանի ամենամեծ ակադեմիաներից մեկի ներկայացուցիչներն են։ Եվ այսպես Փյունիկ ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյան, բարև ձեզ։ Եվ Փյունիկ ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Աշոտ Ավետիսյան, բարև ձեզ։ Նախ սկսենք ձեր ակադեմիայից եւ հասկանանք ինչ տեղ ունի ակադեմիան Փյունիկի կյանքում, որովհետեւ մենք Փյունիկին տեսնում ենք առաջին հերթին գլխավոր թիմով, որը Հայաստանի չեմպիոնն է, ամենատիտղոսակիր թիմն է, որը հանդես է գալիս Եվրոպայում, բայց ինչ տեղ ունի Փյունիկի կյանքում ակադեմիան, ինչ մասշտաբներ ունի այն եւ ինչ ծրագրեր ունի առաջիկայի հետ կապված։ Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել հրավիրելու համար։ Ինչպես գիտեք, Փյունիկը միշտ հանդիսացել է հայկական ֆուտբոլում դարբնոց, տարբեր տարիքային հավաքականների համար, եւ հիմա նույնպես ակադեմիան Փյունիկի մնում է սիրտը մեր ակումբի համար, ֆունդամենտը, որ ակումբի փիլիսոփայության մեջ շատ տեղ է հատկացում ակադեմիայի զարգացման։ Ակումբի սեփականատերն նույնպես ջանք ու եռան չի խնայում կազմակերպել ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակի ակադեմիա ունենալու համար։ Այդ իսկ պատճառով, ինչպես տեղյակ եք, Փյունիկը մասնակցում է ICA կողմից կազմակերպված բազմաթիվ այցելությունների, տարբեր եվրոպական ակումբների ակադեմիաներ։ Մենք փորձում ենք այդ այցելությունների միջոցով ստանալ տեղեկատվություններ ժամանակակից ֆուտբոլի վերաբերյալ եւ այդ գիտելիքներն օգտագործելով կառուցել մեր մենտալիտետին բնորոշ ակադեմիա։ Մեր համար առաջնային նպատակներից մեկն է պատրաստել կադրեր հիմնական թիմի համար։ Այս տարի ձմեռային հավաքի ժամանակ մեր ակադեմիայի սաներից 3 սան արդեն 2005 թվականից ծնված, որոնք դեռ 18 տարին չեն լրացել, ամբողջական ուսումնամարզական հավաք են անցկացրել մեր հիմնական թիմի հետ, մասնակցելով ռուսական պրեմիեր լիգայի ակումբների Խիմկի եւ այլ թիմերի դեմ խաղերին, որոնք շատ լավ հանդես են եկել այդ խաղերում։ Ցավոք սրտի հավաքից վերադառնալու ժամանակ վնասվածքներ եղան եւ այս պահին նրանք դեռ ապաքինման փուլում են, բայց հուսով ենք, որ մոտակա ժամանակաշրջանում ավելի շատ ակադեմիայի սաներ կներգրավեն հիմնական թիմում։ Շատ լավ, մի փոքր պատկերացում կազմենք մասշտաբների մասին, պարոն Ավետիսյան, քանի երեխա է մարզվում հիմա Փյունիկի ակադեմիայում, ես գիտեմ, որ դուք նաև մարզերում ունեք մասնաճյուղեր, ընդհանուր քանի երեխա է մարզվում, քանի թիմ կա, որոնք մասնակցում են առաջնություններին եւ քանի մարզիչ է աշխատում։ Այս պահին ունենք 22 թիմ, որոնք մասնակցում են առաջնության, իսկ ընդհանուր առմամբ մոտ 1400 երեխա տարբեր տարիքի հիմնականում մարզվում են, ասենք փոքր տարիք չի մասնակցում առաջնությունների, բայց 14 թվականից արդեն վերև բոլորը հիմնականում մասնակցում են։ Ամեն խմբերում ունենք 4-ից 6 թիմ եւ մոտավորապես 18-ից 20 երեխա համարյա ամեն թիմում։ Մարզերում ունենք Ալմավիրում, Մրգաշատ գյուղում, Արարատի մարզում, Դարակերտ գյուղում եւ Նոյեմբերյանում ու Բերթավան գյուղում։ Ընդհանուր առմամբ մոտ 300 երեխա էլ ընդհանուր մարզերում ունենք։ Այսինքն ընդհանուր մոտ 1700 երեխա Փյունիկ ակումբում զբաղվում է ֆուտբոլով։ Այո, եթե ունենք։ Մեր պլանների մեջ է մինչև տարվա վերջ ավելացնել եւս 2 մարզային ֆիլիալ։ Ընթացքի մեջ է հուսով ենք մինչև դեկտեմբերի վերջ արդեն այդ 2 շրջաններում էլ կունենանք ֆիլիալներ։ Որ մարզերի մասին է խոսքը։ Գեղարքունիքի մարզ եւ Տավուշ։
Շատ լավ, եւ այստեղ հարց է առաջանում 1700-ից ավել երեխա, ընդ որում նրանց մի մասը անմիջապես ձեր աչքի առաջ չեն, ինչպես է կազմակերպում աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի ընթացքում գնահատել թե մարզիչների աշխատանքը, թե ֆուտբոլիստների, երեխաների պրոգրեսը, այդ ամենը ինչպես է կազմակերպվում։ Յուրաքանչյուր տարիքային խումբ ունի իր կոնկրետ ղեկավարը։ Ղեկավարը պատասխան է տալիս կազմակերպչական բոլոր հարցերին, նաև կա հատուկ սպորտային գծով եւ ղեկավար եւ օգնական, որոնք պատասխան են տալիս զուտ մարզումային process-ի կատարմանը։ Բոլորին համապատասխանաբար ըստ տարիքի բաժանված են ծրագրեր, ինչով, ինչ ձև, ինչ տարիքի հետ ինչպես պետք է աշխատեն եւ վերահսկվում այդ ամեն ինչը, թե ղեկավարի կողմից, թե սպորտային գծի կազմակերպչի կողմից։ Իսկ ինչ ծրագրի մասին է խոսքը, որովհետև մեր ակումբների շրջանում անընդհատ քննարկումներ են, իսպանական մոդելը չենք ուզում, մենք մեր մոդելն ունենք, Փյունիկը ինչ մոդելով է շարժվում։ Փյունիկը մոդել ունի իր նախագծած ժամանակի ընթացքում երևի գրեթե 3 տարի, 4 տարի առաջ մարզիչներով մենք նստեցինք, որոշեցինք ինչ կարելի է տալ մեր համապատասխան տարիքի երեխաներին։ Մարզիչների հետ քննարկելով ունեցանք կոնկրետ մի շաբաթական, ամսական, ամիս ու կես ծավալով ծրագիր, որը որ օգտագործվում է մեր մարզումային process-ների ընթացքում։ Եվ ինչու՞ է նրա առանձնահատկությունը, եթե համեմատենք նմանատիպ այլ ծրագրերի հետ, ինչի վրա է շեշտը դրել։ Մենք շեշտը դրել ենք հիմնականում այն բանի վրա, որը այսօր պակասում է հայկական ֆուտբոլում, անհատական վարպետության եւ մեկը-մեկ պայքարի վրա։ Այսինքն հայկական ֆուտբոլում մեր ֆուտբոլիստները այդ հատկություններից թերանում են։ Այո։ Շատ լավ, այստեղ նշեցիք նաև, պարոն Առաքելյան, որ միջազգային տարբեր ծրագրերի եք մասնակցում եւ բավականին հաճախ մեկնում եք այլ ակումբներ տեսնելու նրանց աշխատանքը։ Կխնդրեմ մի փոքր այդ մասին պատմել, վերջին շրջանում նաև ձեր մարզիչները, եթե չեմ սխալվում, Մոնակո ակումբում մասնակցեցին վերապատրաստման ծրագրի։ Ինչ ծրագրեր կան, ինչ են սպասվում եւ ինչ է տալիս այդ փորձը Փյունիկին։ Նախ մենք մասնակցեցինք բացի Մոնակոից, եղանք ակադեմիայի մարզիչների հետ միասին Լեգիայում, Ռոմայում, Ինտերում, ինք շատ մեծ փորձ է մեզ համար, որովհետև դա թույլ է տալիս նախ առաջին հերթին մեզ լինել ժամանակին համահունչ, որը շատ կարևոր է ներկայիս ֆուտբոլի մեջ։ Օր-օրի, ինչպես գիտեք, ֆուտբոլը փոխում է եւ պետք է ժամանակին համահունչ գնալ։ Այդ սեմինարների ընթացքում շատ են խոսում ավելի շատ ակադեմիաների ստրուկտուրաների վերաբերյալ, ինչպես են աշխատում, ինչպես է կազմակերպվում աշխատանքը մարզիչների, ներգրավվածություն եւ այլն, եւ դրանք շատ մեզ օգնեցին, հատկապես մենք այս նոր մրցաշրջանից կունենանք արդեն Փյունիկում կոնկրետ ակադեմիա ասած սկսած, որ սկսում է 12 տարեկանից, երբ որ 1-11 են սկսում խաղալ, անալիտիկայի բաժին ամեն թիմի համար, որ վերլուծություններ կանեն, ամեն խաղի համար եւ անհատական վերլուծություններ կլինի, ինչպես նաեւ մենք մեր ծրագրերի մեջ է նախատեսված Փյունիկում կառուցել փակ մարզասրահ, որը ինչպես գիտեք, շատ մեծ խնդիր է մեր համար ու նաև այդ տարիքի թիմերի հետ փորձում ենք ճիշտ է կա ռեսուրսի մեծ խնդիր Հայաստանում, բայց փորձում ենք ներգրավել արտասահմանյան մարզիչների միջոցով եւս, որ ամեն տարիքի հետ աշխատի ամեն թիմի հետ մոտ 4 մարզիչ, ֆիզպատրաստության մարզիչ, գլխավոր մարզիչ, այն ինչ որ տեսել ենք միջազգային բոլոր տոպ ակումբներում, փորձում ենք լինել իրենց համահունչ, որ կարողանանք ինչու՞ չէ մի օր մենք մրցակցել այդ ակումբների հետ։ Խոսքը մարզադահլիճի մասին է, որտեղ կարող են մարզվել հենց ֆուտբոլ, թե ֆիզպատրաստություն։
Շատ լավ, եւ ենթադրում եմ, որ նաեւ ինչ որ այդ գնահատականների, խաղերի, վերլուծությունների հիման վրա ինչ որ տվյալների բազա եք հավաքելու։ Performance center ենք պատրաստելու նաեւ, որ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անցկացնելու է տեստավորում յուրաքանչյուր երեխայի համար անհատական, ինչպես գիտեք, արդեն մեր մոտ պաշտոնապես հրապարակ, որ համագործակցում ենք հիվանդանոցի հետ, հիմնականում մեր երեխաների հետ շատ մոտ խնդիրներ առաջանում շնչառական համակարգի հետ կապված։ Հիմա ակումբը պայմանավորվածություն է ձեռք բերել այն երեխաների մոտ ինչ խնդիրներ եղավ 12 տարեկանից սկսած, մենք մեր միջոցներով կփորձենք վիրահատությունների միջոցով եւ այն շտկել այդ բոլոր առողջական խնդիրները, որպեսզի ունենանք առողջ սերունդ։ Շատ լավ, եւ նշեց մի փոքր պարոն Առաքելյանը այն մասին, որ փորձում եք յուրաքանչյուր թիմի հետ մի քանի մարզիչ ապահովեք, որ աշխատի, մի փոքր ավելի մանրամասն այդ մասին, խոսքը դարպասապանների մարզչի, հա, ֆիզպատրաստության մարզչի։ Ցանկալի կլինի, որ յուրաքանչյուր թիմ ունենա կոնկրետ 4-ից 5 մարզիչ, որը մենք այսօր քանակի խնդիր ունենք, որը չենք կարողանում բավարարենք։ Այնուամենայնիվ ունենք անհատական մարզումներ, որտեղ ներգրաված են կոնկրետ անհատական ծրագրով աշխատող մարզիչներ։ Յուրաքանչյուր մարզիչ պատասխան է տալիս յուրօրինակ խմբի հետ, պաշտպանների հետ առանձին, կիսապաշտպանների հետ առանձին, հարձակվողների հետ առանձին, գնում անհատական աշխատանք, 6 թիմ ունենք, որոնք մասնակցում են անհատական ծրագրին, եւ կարծում եմ հետագայում հնարավորության դեպքում կաշխատենք այդ նույնը կիրառել հիմնական թիմերում, որ յուրաքանչյուր թիմ ունենա կոնկրետ դիրքի մարզիչ, որ ավելի հեշտ լինի աշխատելը։ Ֆիզպատրաստության հարցում գրեթե միշտ մեր թիմերը խնդիրներ են ունենում, այդ առումով ձեր մոտեցումները ինչ որ կերպ տարբերվում են այլ ակումբներից, որովհետև այդ մասին գրեթե բոլոր ակադեմիաների ներկայացուցիչները ասում են, որ տեսնում են այդ խնդիրը։ Դուք ինչպես եք փորձում լուծել։ Խնդիրը նրանումն է, որ մենք պետք է ունենանք համապատասխան պայմաններ, որպեսզի կարողանանք համապատասխան ծանրաբեռնվածության աշխատանք տանք երեխաներին։ Այսինքն մենք պետք է իմանանք տվյալ երեխային ինչ է հարկավոր, այդ տարիքային խմբին ինչն է պետք անել, ինչ պետք չի, ըստ դրա շարժվենք։ Դրա համար պետք է ճկուն մարտավարություն, այսինքն լավ մարզիչներ պետք է լինեն եւ համապատասխան ինֆրաստրուկտուրա պետք է լինի, որ կարողանանք օգուտ տանք։ Եվ ինչքանով է Փյունիկի այսօրվա ենթակառուցվածքները համապատասխանում այդ պահանջներին։ Իմ կարծիքով դեռ չի համապատասխանում, բայց մենք կառուցման փուլում ենք, մենք ներկայացրել ենք մեր մոտ նախատեսումը միջև տարվա վերջ, մեր մոտ կլինի նոր 2 արհեստական խոտածածկ եւ փակ մարզասրահ, սպասում ենք թույլտվությանը, որպեսզի սկսենք շինարարությունը։ Մենք դրան զուգահեռ, ինչպես ասացի, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, Իլրոն Մավետիսյանի կասեի, որ մենք ունենք երեխաների համար քարտավորում հատուկ 12 տարեկանից սկսած, որտեղ մեր բժիշկների վերահսկողությամբ եւ ֆիզպատրաստության մարզիչների վերահսկողությամբ կատարվում է ամեն երեխայի համար անհատական վերլուծություն, թե երեխայի մոտ ինչ խնդիրներ կա եւ ողնաշարի հետ կապված, թե ոտերի եւ այլն, եւ անհատական մոտեցում է տրվում իրանց ինչ աշխատանքներ, ինչ վարժություններ պետք է կատարի այդ տվյալ ֆուտբոլիստը նույնիսկ տունը ազատ ժամանակ, որպեսզի այդ խնդիրները վերացնեն։ Մյուս կարևոր հարցը մարզիչների պատրաստությունն է, որովհետև դուք էլ նշեցիք այդ խնդիրը կա ու ընդհանրապես այդ առումով աշխատանքներ թե ֆուտբոլի ֆեդերացիան է տանում, թե առանձին ակումբներ, դուք ինչպես եք փորձում այդ խնդիրը լուծել, ինչպես եք փորձում մարզիչների կարգը բարձրացնել։ Մարզիչների կարգը այսպես է, այսինքն յուրաքանչյուր մարզիչ լիցենզավորված է, ունի հավաստագիր կոնկրետ, ինչ մակարդակի հետ ինքը կարող է աշխատել։ Ըստ դրա բաշխված են արդեն թիմերը, որոնք ասենք չեմ կարծում, որ վատ են աշխատում։ Նորմալ աշխատում են եւ շատ կարեւոր է, որպեսզի լինեն սեմինարներ, որտեղ որ կարելի է վերապատրաստվել, որը որ մեր երկրում շատ քիչ է հանդիպում։ Եվ նրանց վարձատրությունը եւս շատ կարևոր հարց է, երբեմն երբ մարզիչներին այսպես
շատ բարձր պահանջներ են դնում, նրանք ի պատասխան հենց դա են ասում, որ դա նրանց հիմնական աշխատանքը չէ։ Մենք փորձում ենք մարզիչներին որոշեցինք Գերատիսյանի հետ միասին անհատական միջոցում, պարապմունքների միջոցով հավելյալ վարձատրություններ կազմակերպել մարզիչների համար։ Բնականաբար իմ կարծիքով ինքը այդքան բավարար գումար չէ, բայց փորձում ենք ինչ-որ ձև, ինչքան հնարավոր է մեր ակումբ բյուջեի սահմաններում, փորձել օգնել մարզիչներին, որ դա լինի իրենց հիմնական աշխատանքը։ Որոշ երկրներում ես եղել եմ օրինակ Լիոնում, պետության կողմից Ֆրանսիայում շատ մեծ աջակցություն է տրվում ակադեմիաներին ու մարզիչների աշխատավարձը մոտ իրան միջին աշխատավարձին ու մենք փորձում ենք բալանս ապահովել, եթե լիներ օրինակ աջակցություն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ պետության կողմից ինչ-որ ներգրավվածություն, մարզիչների մոտ ավելի մեծ ցանկություն կլինի, իմ կարծիքով ավելի շատ պահանջարկ կլինի մարզիչների, ավելի շատ մեծ ցանկություն կլինի ներգրավելու process-ին, թե այս պայդրությամբ, ասացիք, ֆիզիկական մարզիչների մեծ խնդիր կա, անալիտիկների եւ այլն, ինձ թվում է դա կնպաստի, որպեսզի այդ պահանջարկը լրացվի ամբողջությամբ։ Իսկ ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում նրանց աշխատանքը, որովհետև իհարկե յուրաքանչյուրը մարզում է ինչ-որ տարիքային թիմ, այդ տարիքային թիմը ինչ-որ արդյունքներ է գրանցում Հայաստանի առաջնություններում, բայց արդյոք դա կարող է հիմք լինել գնահատականի համար եւ ընդհանուր առմամբ դուք ինչպես եք նրանց աշխատանքը գնահատում։ Յուրաքանչյուր տարիքի հետ աշխատող մարզիչ նախ եւ առաջ ինքը պետք է ինքնակրթվի, որպեսզի կարողանա ինչ-որ բան սովորացնել տվյալ համապատասխան տարիքի երեխային։ Մենք գնահատականը տալիս ենք ոչ թե գրաված տեղով կամ վաստակած գավաթով, այլ քանի երեխա մինչև 12 տարեկան խաղալուց հետո 12 տարեկան հիմնական թիմերում կընդգրկվի։ Ամենակարևորը դա է։ Ասենք այսօր ունենք 80 երեխա մոտավոր մի տարիքից ենթադրենք, 9 տարեկանից 12 տարեկանում քանի երեխա կընդգրկվի հիմնական թիմ։ Ամենակարևոր նպատակը որակի բարելավումն է, որպեսզի ունենանք հետագայում լավ ֆուտբոլիստներ տարբեր տարիքի հավաքականներին օգնելու եւ ինչու՞ չէ ազգայինին։ Եվ նաեւ հավաքական հրավերները ինչ որ ցուցիչ են։ Այո։ Եվ ինչպես է Փյունիկի թիմերում հրավերների քանակը։ Հրավերների քանակը ունենք մինչև 16 տարեկանների 8 ֆուտբոլիստ, մինչև 15 տարեկանների 6 ֆուտբոլիստ եւ մինչև 17 տարեկանների 12 ֆուտբոլիստ։ Նաև ես տեղյակ եմ, որ Փյունիկ ակումբում բավականին մեծ ուշադրություն է դարձվում երեխաներին միջազգային ինչ-որ փորձի կուտակումը, որովհետև մեկնում եք մրցաշարերի եւ այնտեղ նաև մասնակցում, նաև մեկ այլ ակադեմիայից շատ սուր կերպով բարձրացնում էին այն հարցը, որ մրցակցություն առաջնությունում ոչ միշտ կա։ Ինչքանով է այդ խնդիրը ձեր մոտ սուր եւ ինչ միջազգային համագործակցության փորձ ունեք այս ոլորտում։ Ես համամիտ եմ այդ կարծիքի հետ, որովհետև ինչպես գիտեք, մեր սաները անցած տարի 2005 թվերը մասնակցում են 2004 թվերի մեջ, մենք փորձում ենք այդ տարբերակով կոմպենսացնել ու բնականաբար ինչ ձմեռը մենք եղավ հրավեր Սոչի ակումբի կողմից եւ մենք ակումբի երկու թիմերը 2007 եւ 2008 թվերը մասնակցեցին այդ տուրնիրներին եւ ինձ թվում առանց դրանց հնարավոր չի պատկերացնել, քանի որ Հայաստանում մրցակցությունը կարելի է նշել ընդամենը 3 ակադեմիա, որոնց մեջ կա մրցակցություն, ինչ որ չափով Փյունիկ, Ուրարտու եւ ակադեմիա իսկ մնացած տարիքայինների մեջ մեր ակումբը հանդես է գալիս մի տարիքային բարձր եւ արհեստական կերպով կոմպենսացնում էլի իմ կարծիքով այն արդյունքը չի, ինչ որ ցանկանում ենք ստանալ առանց միջազգային տուրնիրների դժվար է պատկերացնել։ Մենք նախատեսում ենք ամառը սպասում ենք պաշտոնական հրավերի
մոտ կլինի 2009 թվականները կմասնակցեն Հունաստանում տուրնիրի, որտեղ կմասնակցեն խոշոր ակադեմիայի ներկայացուցիչներ, Ցերվենա Զվեզդա, Պարտիզան, ՊԱՕԿ, դրանք շատ մեծ փորձ են մեր համար։ Մեր համար մենք ավելի շատ կարևորում ենք մասնակցությունը, քան արդյունքը։ Եվ Հայաստանում նման մրցաշար կազմակերպելու հնարավորություններ չկան։ Եթե մենք կարողանանք բարելավել մեր ինֆրաստրուկտուրան, ինձ թվում է հնարավորություն կլինի կազմակերպել մեր մոտ եւս միջազգային այդպիսի տուրնիրներ, բայց մի հատ կարևոր գործոն կա, որ աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս, քանի որ Եվրոպայից շատ հեռու ենք, շատ դժվար է եվրոպական ակումբներին հրավիրել Հայաստան։ Այդ պատճառով մենք ավելի շատ մեր հարևան երկրների Ռուսաստան, Վրաստան հասկանալի է։ Պարոն Ավետիսյան, նաև արդեն մի փոքր ավելի բարձր տարիքում առաջանում է այն հարցը, թե ինչպես են ֆուտբոլիստները մտնելու մեծ ֆուտբոլ։ Այդ առումով դուք իհարկե ունեք Փյունիկ ակադեմիան առաջին խմբում, մի փոքր այս թիմի մասին խոսենք, այնտեղ ինչ խնդիրներ են դրվում, ամեն դեպքում դա համարվում է պրոֆեսիոնալ մակարդակ արդեն, եւ ինչ արդյունքներ կան։ Իրեն լավ դասավորած բարձր տարիքի արդեն խաղացողը մեխանիկորեն ընդգրկվում է Փյունիկ ակադեմիա թիմի մեջ։ Ստեղ ամենակարևորը ճիշտ շարունակությունն է, որպեսզի կարողանանք այդ նույն խաղացողին մինչև Փյունիկ առաջին թիմ հասցնել։ Նպատակ դրված չի չեմպիոն դառնալու կամ ինչ որ մի այլ, նպատակը այն է, որ այդ ֆուտբոլիստներից գոնե մի քանիսը հայտնվեն Փյունիկի հիմնական կազմում։ Բայց Փյունիկի հավակնությունները այսօր այնպիսին են, որ ես Երշե Մելիքյանի հետ էլ խոսել եմ այս հարցով, նա ճիշտ է նշում է, որ մեծ է ցանկությունը անպայման տեղ տալու նաև սաներին, բայց Փյունիկի հավակնությունները մի փոքր այլ մակարդակ են պահանջում։ Այդ դեպքում դուք ակումբում ինչպես եք տեսնում այդ հարցի լուծումը։ Ես կցանկանայի ավելացնել, որ Փյունիկ ակադեմիայի թիմը այս պայմանությամբ ամենաերիտասարդները առաջին լիգայում, որտեղ մասնակցում են 16-17 տարեկան պատանիներ։ Ինքը շատ երկարատև պրոցես է, ինչպես նշեցի, մենք այս տարի ուսումնամարզական հավաքի ժամանակ փորձեցինք եւ ինքը արդյունավետ եղավ։ Ֆուտբոլիստներից մեկը նաև 1-2 խաղում փոխարինման մտավ։ Մեկնարկային կազմում Կարլեն Հովանեսյանը 2 խաղ մեկնարկային կազմում մոտ 80-70 խաղ։ Նկատի ունեմ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հավաքից հետո։ Ինձ թվում է աստիճանաբար ավելի կներգրավենք, բնականաբար առաջի թիմի նպատակը չեմպիոն լինելն է, պետք է փորձել ներգրավել աստիճանաբար։ Իմ կարծիքով այս պահին դեռ մենք չունենք այդ սերունդը, որ կարողանա փոխարինել եւ ապահովի այդ մրցակցությունը բարձրագույն լիգայում։ Իսկ երբ եք տեսնում, հա, այն օրը, երբ արդեն ավելի շատ սաներ կունենա Փյունիկը իր կազմում, ընդ որում մենք շատ լավ հասկանում ենք, որ չի կարող լինել 5-6 ֆուտբոլիստ ակադեմիա, այս նույնիսկ 3 ֆուտբոլիստը դա բավականին կարևոր ցուցանիշ է, եթե 3 սան խաղա չեմպիոնության համար պայքարող թիմում։ Դրան պետք է այնպիսի մոտեցում, որ աստիճանաբար, այսինքն կլինեն խաղեր, որտեղ հայտարարված կլինի 18 տարեկան կամ 19 տարեկան պատանի, ըստ խաղի ընթացքի արդեն մազը չկորոշի, երբ իրեն կարող է խաղացնել։ Մենք պետք է հնարավորություն ժամանակ տանք այդ երեխաներին, որպեսզի աստիճանաբար մերվեն հայկական ֆուտբոլի տեմպին, ռիթմին։ Իսկ եթե այդ ժամանակը մենք չտվեցինք, մենք չենք ունենա այդ փոխարինողը, որ վաղը գալու է։ Իսկ ինչ տվեց Փյունիկին մասնակցությունը չեմպիոնների, երիտասարդական չեմպիոնների լիգային։ Մեծ փորձ ամենակարևորը։ Մենք հասկացանք որտեղ ենք եւ ամենակարևորը պետք է վստահ լինենք, որ այդպիսի խաղերը կարող են շատ մեծ օգուտ բերել մեր պատանի երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք հետագայում չեն զիջելու, եթե այդպիսի փորձը շարունակվեց։
Այդ խաղերից հետո բավականին ժամանակ է անցել, դուք տարբերություն նկատում եք այդ թիմի ինչու ոչ նաև առանձին ֆուտբոլիստների մոտիվացիայի, մտահորիզոնի մեջ ինչ-որ բան փոխեց։ Միանշանակ յուրաքանչյուր այդպիսի միջազգային խաղ կամ միջազգային մրցաշար մեծ մոտիվացում է տղաների համար, ինչի համար ամենակարևորը փորձ է։ Փորձ, որը որ երկար տարիներ մենք չենք ունեցել, ինչ սովետական միությունը փլուզվել է, շատ քիչ ենք ունեցել այդ փորձը, միայն հավաքականի մակարդակներով, երիտասարդական, պատանեկան եւ ազգային։ Մնացած բոլոր դեպքերում մենք հասկացանք, որ չենք զիջում, շատ բաներով անգամ առավել ենք չենք զիջում։ Շատ լավ։ Եվ ամփոփելով Պարոն Առաքելյան, երբ Արթուր Սողոմոնյանը եկավ հայկական ֆուտբոլը, հենց առաջին օրվանից էլ նա անընդհատ ընդգծում էր, որ մանկապատանեկան ֆուտբոլը ձեր կարևոր առաջնահերթություններից է։ Հիմա արդեն բավականին ժամանակ անցել է, 5 տարի, ճիշտ է, այդ ընթացքում շատ խնդիրներ եղան, բայց դուք այսպես ձեր ներքին խոհանոցում որտեղ եք տեսնում այն կետը, երբ է գալու այդ տարին, հա, երբ արդեն կարողանաք ասել, որ ձեր ղեկավարած ակադեմիան իր առաջին լիարժեք պտուղներն է տալիս։ Մենք դեր կառուցման փուլում ենք, ինֆրաստրուկտուրայի հետ կապված նշեցի արդեն, որ կառուցման փուլումը, երբ որ ամբողջական եղավ մեր ակադեմիան, մոտ այս պահի դրությամբ արդեն ունենք 2005 թվի սերունդից 2-3 ֆուտբոլիստ, որոնք հիմնականում մարզում են առաջ թիմի հետ, մոտ ապագայում իմ 3-4 տարվա ընթացքում կտեսնենք ավելի շատ ֆուտբոլիստներ առաջի թիմում։ Շնորհակալություն։ Ես դեռ 2 տարի եմ միացել եմ Փյունիկին ու գնալով տեսնում եմ, որ մեր մոտ տարիքային այս անհատական մոտեցումների միջոցով ավելի շատ պրոգրես եմ նկատում երեխաների մոտ, ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում ավելի շատ երեխա կներգրավվի։ Շատ լավ, շնորհակալություն հարցազրույցի համար եւ հաջողություն ենք ցանկանում Փյունիկի ակադեմիային եւ սպասում այն օրվան, երբ նախկինի նման Փյունիկից շատ մեծ թվով ֆուտբոլիստներ կլինեն Հայաստանի հավաքականում։ Իմ զրուցակիցները Փյունիկ ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը եւ Փյունիկի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Աշոտ Ավետիսյանն էին։